Ուրիշ ոչ մեկ չունեմ, ոչ մեկ։ Մեր տուն չեմ գնա, տատիս մոտ չեմ ուզում։ Խեշ տատը շատ կան հանգստանա։ Չնայած հիմա նեղանալու է, որ իմանա փախել եմ, իրանից փող էի ուզե կմտածի, որ ինքն է մեղավոր, որ եթե փող չտար, ես էլ չէի փախնի առանց փող։ Խեշ տատ։ Երևի ամենաշատը դու ես մտածում իմ մասին։ Իսկ Աննան, Երանի մի անգամ տեսնեի, չէ էլ մոտենա, գոնե տեսնեի հեռվից, բայց երևի նրան արդեն ասել եմ, որ փախել եմ, ինքն էլ հաստատ վախենում է, հաստատ մտածում եմ, որ կվնասեմ իրեն, բացի հետ էլ ոստիկանները հաստատ կողքերն են, ինչ անեմ հիմա, հանձնագիր չունեմ, փողոց քիչ է, բայց ինչ էլ ուզում լինի, ես հետ չեմ գնա, ես հիվանդանոց չեմ վերադառնա, բայց ոստիկաններից պետք է խուսափեմ, հաստատ ոստիկաններ կլինեն այս ճանապարհին։ Վեգալ ես։ Աննա։ Հա։ Դու ինչ ես անում ստեղ։ Որտեվ մեծ մասը արդեն գնացել են։ Ես առաջադրանք ունեմ, պետք է ավարտեմ առաջադրանքս, ուղղակի առաջինն է, դրա համար դանդաղ է ստացվում։ Բարձ է, մատ նայեմ էլի առաջին առաջադրանքդ, հա։ Հա, նայ։ Բարձ է, ես քեզ կօգնեմ, բայց։ Չէ, կարիք չկա, ես կանեմ։ Ինչի համար ախր Աննա ջան, դու էսի հազիվ 2 ժամվա ընթացքում վերջացնես, իսկ ես սա մի 10 րոպեում կանեմ, համեկը գան կտեսնեմ, որ գլուխ ես անել։ Չէ, այդպես ճիշտ չի լինի, ես ինքս կանեմ։ Լավ, բայց դե բոլորն է սկզբից տենց են անում, էլի հետո կսովորես դու ինքդ կանես, ես ոչ չեմ պատրաստվում քո փոխարեն աշխատեմ։ Ես կանեմ։ Լավ, չխանգարեմ։ Մարիամնա, ես ինչ երեխա է։ Ալո։ Աղջ ինչ աղել, վախեցա։ Վայ գայ ջան, դու ես կներես, ոչ զանգեցի, ոչ եկա, չէ։ Ինչ կա, ինչ ես տենց հիստերիկայի մեջ։ Սկեսուրը սա հետ գալիս։ Հալա, պարզա, էլ ոչ մի բան մի ասա, արդեն հասկացա ինչ ես նեղվել։ Էդ բա ոնց տենց որոշեց, որ աղջիկս սա հրավիրել։ Լուրջ ես ասում։ Հա։ Ալբերտը Մոսկվա է որոշել գնալ, ինչ որ գործ ա գտել, ինչ անում, չգիտեմ։ Ստեղ ոչ մի բան իր մոտ չէր ստացվում։ Ես էի էլի երևի խանգարում։ Հիմա գնում է աշխատի, մայրն էլ մենակ չի մնալու։ Մարիաննան գնացել է վերի։ Մի խոսքով մեր տան ուրախորերը սկսվում են։ Աղջալավ սրտիդ մոտիկ ես ընդունում ամեն ինչ հանգստացի։ Հիմա ինչքան էլ որ չուզենք պետքա գա, չէ։ Դե դու էլ այտենց մի նեղվի։ Իրա տունն է, չէ։ Ինչ կարաս անես։ Ոչ մեկս էլ ուրախ չենք ապրում։ Ես որ առանձին եմ ապրում, ինչա փոխվում։ Գիտես թողնում է, որ պակասը զգանք։ Գայ ջան, լավ եկան, ես քեզ հետ կզանգեմ։ Դասերը վերջացել են ու չգիտեմ ինչ եմ անելու։ Արցախորդների։ Խաղը մի բան դες, քեզանային ուսանում,
Աշխատավայրում մենք միայն աշխատում ենք, բոլորս։ Իսկ դու մոռացել ես մեր խոսակցության մասին։ Ես ուղղակի քեզ խնդրում եմ, որ ամեն անգամ ինչ-որ բան անելուց առաջ շատ զգուշ լինես, լավ մտածես։ Ջան, այստեղ ես։ Տատ, քեզ համար սարը հյութ եմ բերել խմի։ Լավ այգար, ես էլ բանն եմ քեզ ասելու։ Բայց տատի պետքա խոստանաս, որ ոչ մեկին չես ասի։ Ինչ եղել, Նարեկ ջան։ Չէ, տատ։ Մի բան եմ ուզում ասեմ, բայց պետքա պապան չիմանա։ Նարեկ ջան, ինչի չես ուզում, որ պապան իմանա, էդ ինչ մեծ գաղտնիք է։ Տատ, այս դու խոստացիր, որ հաստատ պապան չիմանա։ Լավ, խոսք եմ տալիս, որ ոչ մեկը չիմանա, ասա տեսնեմ։ Տատի, ես քո սենյակում մի աղջկա նկար եմ տեսել։ Ով այդ աղջկը։ Տատ, ես այդ նկարից ուրիշ տեղին եմ տեսել։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ով այդ աղջիկը։ Նարեկ ջան, Մամ։ Մամ, ասում էիր այսօր պետք է մնաս տատի ես տանը։ Չէ։ Այսօր չստացվեց։ Որոշեցի չմնամ։ Ես ինչ շուկա, լավ ես գնամ։